ուզում եք դուք սկսեք, պատմեք ինչ ունեք ասելու, ես իմ հարցերը կտամ։ Ես հիմնականում ցանկանում եմ խոսել Գորիսում տեղի ունեցած ավելի շուտ բռնությունների մասին, թե ինչ կա, թե այդ մարզպետի նախկին մարզպետի շնորհիվ ձեռքի տակ ինչքան գործողություններ են կատարվել ու անպատիժ մնացել։ Նախ սկսեմ նրանից, որ տեղի կարամ շարունակեմ, խնդիր չկա։ Խնդիր չկա, ասեք։ Այո, խնդիր չկա, ասեք, լսում եմ ձեզ։ Ուզում եմ ասեմ հենց այն դեպքի մասին, երբ որ մեր տան վրա էին հարձակվել, ես այն ժամանակ փոքր էի, այդ ժամանակ հիշում եմ ընտրություններ, քաղաքապետի ընտրություններ, ու ընտրությունը Մկրտչյան Համլետի ընտրություններ, հայրս կողմնակից էր Մկրտչյան Համլետին, ու անընդհատ բռնությունները սկսվել էին մեր ընտանիքի նկատմամբ, ամեն ձև ցանկանում են որպեսզի հետ քաշեն, բայց չէր ստացվում։ Ու մի գիշեր հիշում եմ ժամը 2-3-ի կողմերն էին, իր եղբայրը, որը Գորիսում հայտնի է Աղալար Մականունով, իր բանտայով մոտեցավ մեր ընտանիքին ու ցանկանում էր ինչ-որ կապ հաստատել հորս հետ, հայրս տանը չէր, մայրս զգուշացրեց նրան, որ տանը մարդ չկա, մենք մենակ ենք, ու լրիվ մեր տունը ես էի, քույրս էր, մայրս էր ու հորս մորաքույրն էր, որը վատառողջ պարկած էր, ու այդ դեպքերից հետո շատ բաց սթրեսներից հետո մահացավ։ Մայրս ասեց միևնույն է, մենք մտնելու ենք ձեր տուն, ավելի լավ կանչեք, ասեցիք, եթե տանը լիներ, հաստատ դուրս կգար, ու ես դուրս եկա, ասեցի, իմ հայրս այնքան էլ վախկոտ չի, եթե իմանար, որ ինչ-որ, եթե կինը չէր դուրս գար, հաստատ կնոջը չէր դուրս անի, ասել, ասա կնոջի, իմանալով, որ ինչ մարդիկ են, նա հաստատ իր երեխաներին, իր կնոջը մենակ չէր թողնի այդ բանտայի հետ։ Մենք զգուշացեցինք ու հիշում եմ միանգամայն, որ կրակոցներ, ծաղիկներն էին թափվում մեր տան բակից ու մտան մեր տուն, անջատեցին հեռախոսալարը, թե մինչև ամուսնու չկանչեք, մենք ձեր տնից չեք գնալու, քրքրեցին պալրարաններ, սեղանի տակ, ամեն տեղ, նույնիսկ քույրս չէր հասցրել հագնվել ու հագնվել էր անկողնը։ Այդ դեպքերից հետո ոչ մեկ չէր մոտիկանում, ոստիկանները, հենց այդ ժամանակ ոստիկանները եկել են ու ոչինչ չէին կարող անում։ Այդ ժամանակ Միրզոյան կարակիններ, ոստիկանությունը ինչ-որ բարձր պաշտոն էր վարում, եկել էր ու չէր մոտիկանում, կրակում էին, բայց նրանք չէին կարողանում մոտիկանային, հարևանները բոլորը կանգնած, գիտեին, որ մոտիկանային միևնույն է, ցարը մերը, դարը մերը, այդ իշխանությունն էր ու կանգնած այն անարխիայի հետևում էին իրենք թաքնված։ Ու Պետրոսյան Արմեն, որը նաև հայտնի է Գորիսում Գուլուշ Մականունով, մենակ միակ դուխով մարդն էր, որ եկավ զենքերը վերցրեց ու փախան, այդ դեպքերից հետո փախան, բայց իհարկե այդ վախը, այդ ամեն ինչ, այդ կրակոցները մինչև հիմա մեր սրտներում կար, ու այդ դեպքերը նենց անդրադարձան, որ Գորիսում ոչ մի բան չի եղել, 2-3 օրում երևի այդ դեպքերը այնպես քարթակեցին, ինչպես հիմա, այնպես քարթակեցի, որ ոչ մի դեպք չի եղել, ընդամենը զուտ գնացել են զրույցի ու այնքան կրակոցներ, այնքան գնդակներ կային, որ նշանառու երբ սպիտակով գծում էին, առավոտ ես տեսա, որ մեր տան բակում միմիայն այդ կլոր շրջանակներն էին։ Դրանից հետո նաև շարունակվեց հետապնդումները, հորս նկատմամբ հետագա ժամանակահատվածում ուղարկեց իր թիկնապա Զարզանդին էր ուղարկել ու ինչ-որ տաքսի վարորդով էր ուղարկել, հայրս հաց էր ուտում, ու մտածելով հայրս, որ ինչ-որ մեկին հնարավոր է օգնություն ցույց տա, դուրս էր եկել, գլխին սարքել էին, տարել էին ինչ-որ տեղ ու ծեսկրտուք էր սկսել, հայրս մի կերպ այդտեղից դուրս էր եկել ու 6 ամիս Գորիսում չի եղել, քանի որ հրաման էր եղել, որ պետք էր հորս վերացնեին ու հայրս 6 ամիս Գորիսում չի եղել ու ոչ մեկ, նույնիսկ մեր հետ կապ չէր պաշտպանում ու մենք իր տեղը չգիտեինք։ Ու մինչև խաղաղվեց այս վիճակը, հայրս եկավ, նորից մեր հետ էր։ Դրանից հետո շատ անընդհատ այդ ամեն ինչը, թե գյուղապետի միջոցով, թե տարբեր, ամեն կլանից ինչ-որ ձև, որ մենք պետք է օգտվենք, ամեն ձև մեզ վնաս կար։ Նույնիսկ մեր տնից հիշում եմ, սառնարան էին հանել, ինչ-որ, որպեսզի չէր ենթարկվում, նախկին խորհրդային ժամանակներում, չգիտեմ, ինչ-որ պետությունը տրամադրում էր, գույք էր տրամադրում, ու մենք այդ ժամանակ ունենք բար սրճարան, բարին իբր տրամադրվել էին սառնարան, մենք օգտագործում ենք այդ խորհրդային ժամանակահատվածում
շրջան մագազին ինչ-որ սառնարաններ, եկան ու սննդամթերքը հանեցին, տարան, 3 օր պահեցին, տեսան, որ օգուտ չկա, ամեն ձև, այդ դա ուզում եմ նշեմ նրա համար, որ չնչին, ամենաչնչին ու վուլգար ձևով էին փորձում մեծ վնաս հասցնել։ Համենայն դեպս ոչ մի ձև մեր վրա չէին կարողանում ազդեն ոչ ինձ, ոչ իմ ընտանիքի անդամներին, Գորիսում երևի միակ ընտանիքն է, որ չի վախենում, քանի որ նաև հայրս անգիր գիտի նրա բոլոր գաղտնիքները, ճանաչում է իրեն մանկուց ասած նա դեռ հիշում էր, երբ նրանք ճաշկերույթի էին գնում կամ ինչ-որ միտեղ նրանք հանդիպում էին, մարզպետը, նախկին մարզպետը այնտեղ էր ու հայրս ասում էր, միթե ուզում ես պաշտոնի գնաս, ասում է դե տեսնենք ինչպես կընձեռվի, հնարավորություն կընձեռվի, քիչ է, որ վատ կլինի ու հնարավորությունը ընձեռվեց ու Գորիսում երկար տարիներ տևել պարսկական իշխանություններ։ Ես Գորիսում այդ ժամանակ միայն վախ, իրենց դեմ ոնց դուրս գար, պարսկական ժամանակահատվածում դուրս եկան ու հաղթեցին, պարսիկներին, սունեցին, որ ունի ոգի, հզոր ոգի, սունեցի ոգին հիմա ճնձված է, վախի մթնոտ է, հիմա կա ու հիմա ես ժողովրդին ցանկանում եմ ասեմ, որ Լենինը ողջ չի, Լենինը մահացել է ու ժողովրդին պետք է ասել, որ չվախենան, ես ուզում եմ, որ կան մարդիկ, կան շատ մարդ, որոնք ոչ հարցազրույց են տալիս, ոչ եթեր են դուրս տալիս, բայց վախենում են, արտահայտվում են, բայց վախենում են։ Ես կարող եմ ասել, որ չվախենան, խոսքի ազատությունը, ինչ կարող են անել, սպանելու են, թող սպանեն։ Եթե պետք է սպանեն ճիշտն արտահայտվելու համար, թող սպանեն։ Ինչ պետք է անեն։ Հայ աղջկան, եթե աղջիկը արտահայտվի, պետք է բռնաբարեն, չեն կարա բռնաբարեն, որովհետև հիմա իրանք այն վիճակում չեն։ Եթե մտածում են, թե այս դեպքերը հետագա զարգացման, թե ինչ փուլում կգտնվի, որ իրենք վրեժ լուծեն նրանց, ես պատրաստ եմ։ Ու ես ուզում եմ ասեմ, եթե ես իմ խոսքերին ամեն խոսքից պատասխանատու եմ, եթե ինչ-որ խոսք ունեն ինձ ասելու, թող ասեն ինձ, ոչ փորձեն իմ ծնողի միջոցով ինձ լռեցնեն, ոչ իմ հարազատի, ես ասեմ սկզբունքային մարդ եմ, չփորձեն ինձ ինչ-որ ձև, ոչ միևնույն է, գյուղապետ են ուղարկել ինձ, թե ինչ ելույթներ, ինչ ինտերվյուներ ես դու հանձնում, թող ուղարկել, ես ուզում եմ ասել, ես սկզբունքային մարդ եմ, ոչ իմ ծնողս կարա ինձ ասի, այս արա կամ այն իմ ծնողս ինձ կարա ասի, գնա մի գնա խանութ, ես չեմ գնա, բայց այն հարց ինչ վերաբերում այս վիճակին ես չեմ կարող լռել։ Ես ուզում եմ ազատ ապրել, ես ուզում եմ իմ քույրս ազատ ապրի, իմ համադասարանցին ազատ ապրի, ես ուզում եմ բոլորը ազատ ապրել ու չվախենան։ Ամեն մեկն ունի փոքր բիզնես, վախենում է բիզնեսի համար, ասում է, ես ունեմ փոքր մի բիզնես, խոսամ ձեռքից կվերցնեմ։ Ի պետքա ձեռքից վերցնեմ, ինչու պետքա վերցնեմ։ Հարցը առաջանում, ինչու ճիշտն արտահայտվելու համար պետքա ձեռքից վերցնել։ Ես ոչինչ չունեմ։ Ես որ ունեմ ոչ ունեմ ծնողներ, եթե պետք է ինձ վնաս հասցնեն, եթե իհարկե իրենք ես ճիշտն եմ արտահայտում, ու կարող է բոլորն էլ կուզենան արտահայտվել, վախի մթնոլորտը երբ լիովին անցնի, ես վստահ եմ, որ բոլորն էլ կարտահայտեն, բոլորն էլ իրենց սրտի կսկիցը կարտահայտեն հենց ձեզ եթերում, բայց հիմա թմբրանյութի ազդեցության, դեղի ազդեցության տակ է քնեցրած 20 տարի, ինչքան երկար տարիներ Գորիսեցում քնեցած, սառեցած պահել են, ու միջև այդ դեղերի ազդեցությունը դուրս կա, մի որոշ ժամանակ պետք է, Գորիսեցում չպետք է մեղադրեն, Գորիսեցում պետք է մեղադրեն, որ թույլ է տվել այս անարքա վիճակը, բայց հիմա արդեն ոչինչ, ես հուսով եմ, որ Գորիսը ազատ կապրի։ Որ խնդրեի ամեն դեպքում, ամբողջությամբ կներկայացնեք, ձեր անունը կասեիք, որ ես կարողանամ հարցեր տալ։ Գալստյան Անգելինա։ Ձեր հայրը որևէ կապ ունեցել է ինչ հարաբերությունների մեջ է եղել Սուրիկ Խաչատրյանի հետ։ Բոլորը գիտեն, որ հայրս ու Սուրիկ Խաչատրյանը ընդհանրապես հարաբերություն չեն ունեցել։ Այսպես ասած, միշտ ցանկացել են Սուրիկ Խաչատրյանը միշտ ցանկացել է իմ հորս միշտ ընդհանրապես գրավի իր կլանի մեջ, հայրս միշտ դերձա մնացել, միշտ ընդդիմադիր է եղել, թե սկզբից փող են խոստացել, գործեր ասեն, քանի ինչքան է տենց ավտոյով մանգալու, ֆիրմա ավտոյեն խոսք տվել, հայրս ասել է, ես երբեք չեմ վաճառվում, ու ես չունեմ որ մարդ եմ, ես
մենակ ծնվել եմ, մենակ էլ գնալ։ Իրան ոչինչ պետք չի եղել, որովհետև ես ավելի սկզբունքային մարդ եմ եղել, դրա համար չի գնացել, մնացածի նման բնական լեզվությամբ չի զբաղվել, որովհետև գիտե, եթե գնալ պետք է ենթարկվեր, իսկ իմ հայրս չենթարկող մարդն է, այդ նույն էությունը ունեմ ես։ Առյուծի բնավորությունը, ինչքան մեզ դեմ են տալիս պատին, այնքան մենք ավելի ենք հզորանում, ու ինչքան ինձ փորձում են ինչ-որ ձև այս գործից հեռու պահել, այն գործից ես ավելի բողոք եմ կապնում այդ գործին։ Իսկ ինչու է հենց ձեր հոր հետ այդ հարաբերությունները, այսինքն ինչու է հենց ձեր հորը փորձում ներքաշել տարբեր հարաբերությունների մեջ, ես ուզում եմ կապը էլի հասկանամ ձեր։ Այդ ժամանակ հայրս լուրջ մարդ է։ Չեք ցանկանում ասել ինչ պաշտոն է ունեցել, անունը։ Հայրս պաշտոն չի ունեցել, հայրս կյանքի մարդ է եղել։ Չգիտեմ իմ հորս պաշտոնը որ հարցնում են, չգիտեմ ինչպես ներկայացնեմ իմ հորս, համենայն դեպս լուրջ մարդ է եղել, խոսքը իր հորս խոսքը մարդիկ ընդունել են, հորս խոսքը ազդեցություն ունեցել է։ Հայրս եղել է այն շրջապատում, որտեղ մեծացել է Սուրիկ Խաչատրյանը։ Հայրս եղել է Մկրտչյան Համլետի մոտ եղել, հայրս տեսել է, թե ինչպես այն մեծանում, զարգանում, այդ ամեն ինչի զարգացումը տեսել է։ Բոլոր թե իր նախկին ժամանակահատվածում ինչ եղել, չի եղել, բոլորին տեղյակ է եղել։ Ու ընտրության ժամանակ, երբ որ Համլետի մոտ է եղել ու այդ կրակոցները հնչել են ու այդ ամեն ինչը եղել է, տեղից էլ սկսվել է, որ միշտ դեմ է եղել։ Չի ուզեցել, որ պետության գլուխ հենց ինքը գա, որովհետև գիտեր, թե ով է Սուրիկ Խաչատրյանը։ Ու ես կարող եմ ասել հիմա հիմա ես ինտերվյու հանձնել եմ Հայերիկ էտերում ու դրանից հետո զանգ ա եկել, որ գյուղապետն է գնացել մեր տուն, տանը չեմ եղել, ինձ ասել կոնտակտային համար չունեմ, որ մեկ կապվեն։ Ծնողից են հարցես, ասեմ իմ ծնողներին մի խառնեք, թե բա մարզպետն ուզում է քո հետ խոսա, մի քանի անգամ զանգել է, մի քանի անգամ տան համար կար կոնտակտային համար, ասում է ուզում է քո հետ խոսա, մարզպետը ուզում է խոսա, այնքան զանգեց այդ պատասխան, որպեսզի տամինքը հասկանա, որ ես չեմ ենթարկվում իրենց կլանից չեմ, այդ լծակը քանդվել է, ու ես ասեցի, ես զանգել եմ մարզպետին, իհարկե դա կատակով ասեցի, զանգեցի մարզպետին, մարզպետն ասեց, հա ինչ կա Անգելինա ջան, ինչ խնդիր կա, ասեցի բարի գալուց, լսել եմ իմ հետ ցանկացել եք խոսել, ասում է, չէ, ինչ խնդիր կա, ես այս շաբաթ գալու եմ, ինչ կա, ասում է, բայց նոր զանգում է ինձ, ոնց է, ասեցի, հա, մարզպետ իմ համար Վահեն է, Հակոբյան Վահեն, դե Վահենին եք ասել, իմ համար մարզպետը Հակոբյան Վահեն է, ու ես կարող եմ, եթե ասում եմ մարզպետ, ես Վահենին պետք է զանգեի։ Այս Վահե Հակոբյանի հետ մտերմություն կա, որ ասում եք իմ համար մարզպետը ինքն է, այսինքն ձեր համար ավելի ցանկալի է, որ ինքը լինի մարզպետը։ Իմ համար ցանկալին, ես չգիտեմ Վահե Հակոբյանի գործելավոճը ինչ ձև կլինի։ Ես չեմ կարող ասեմ կշարունակվի նույնը, թե չի շարունակվի նույնը։ Ես մատերիալիստ մարդ եմ, մինչև չտենամ ես չեմ կարող ասեմ։ Ես չեմ կարող թե խոսակցություններով ասեմ լավն է, թե վատն է, չեմ կարող, մինչև չտենամ, չգա գործելավոճը։ Եթե շարունակվի Պարզ է, ես ունեմ լուրջ թիմ, որը չի խոսում հիմա, չկա, դուրս չեն գալիս փողոց, բայց կա գաղտնի թիմ, եթե նույնը շարունակվի, մենք մտնելու ենք մարզպետի մոտ ու ասենք դու արյան վրա եկած մարզպետ ես, այս նույնը չի կարա շարունակվի, ու տվյալ դեպքում մենք կդնենք մեր մարզպետին, մեր նշանակած մարզպետին, արդեն մեր ցանկացած մարդուն դնենք, որտեղ մարզի վիճակը ինչքան կնա, Սյունիքը Հայաստանի դարպասն է, Սյունեցուն ճզմես նշանակում է դու ադրբեջանցու կողմն ես, դու թուրքի կողմն ես, որտեղ Սյունեցու ոգին պետք է միշտ մարտական լինի, Սյունիքն է պահում Հայաստանը, եթե Սյունեցուն ճզմեն վախի մթնոլորտում, ընդհակառակը, ինչքան պետք է նախագահ պետք է նենց անի, որ Գորիսում այս վիճակը դուրս գա, այս անարդար վիճակը, վախի մթնոլորտը դուրս գա, կռիվ կարող է սկսվի, Սյունեցին պետք է կանգնի, բայց պետք է մարտական ոգի ունենա, չճզմի այդ ոգին, դրա համար պետք է Սյունեցուն պահի, իսկ ես պետականամետ մարդ եմ, իմ համար նախագահ Սերժն է, նախագահի խոսքն է, Սերժը չի, էլի նախագահի խոսքն է, բայց եթե նախագահ նույնպես մարդ է, նախագահ նույնպես սխալվում է, դրա համար ես ցանկանում եմ, որ նախագահ ճիշտ որոշում կայացնի, հատկապես Սյունիքի հարցը, որտեղ Սյունիքը լուրջ տեղ է, Սյունիքը Երևանը չի, Սյունիքը Բերքի ինչ-որ տեղ չի, Սյունիքը լուրջ դարպաս է, ու պետք է Սյունիքին առանձնահատուկ ուշադրություն դարձնի, ու ժողովրդին ու երիտասարդներին ու այս վախի մթնոլորտը պետք է վերանա, ու երիտասարդներին հիմա պետք է նենց դաստիարակել, որ Սյունիքին վաղը զենք վերցնի, գնա կռվի, իմանա, որ հաջորդ իր ժառանգը վախի մթնոլորտում չի ապրելու։ Հիմա շարունակվում է այդ վախի մթնոլորտը, թե նոր մարզպետի հետ իրավիճակը
փոխվել է։ Չէ, ես չէի ասի, որ հիմա ժամանակի խնդիր է դա, ես մի քիչ առաջ նշեցի, որ այդ նույն խնդիրը կար, ու քանի որ հիմա պետք է քիչ քայլ առ քայլ վերածվեր վախի մթնոլորտը։ Բոլորը հիմա գիտեն թե գալու է, անընդհատ իրաց կալանից ներկայացնում են, որ նոր պաշտոններ պետք է ինքը բարձրանա, բան վախեցնում են ժողովրդին, ժողովուրդն ասում է ինչ գործես, նույնիսկ ինձ գիտեն, որ ես կապ ունեմ, անընդհատ ինձ զանգեր է գալիս հեռու մնա, բայց ես չեմ կարող հեռու մնալ, որտեղ ես գորիսեցի եմ, ես հզոր գորիսեցի եմ, ու ես թե մի ձեռքը ծապ չի տա, ես գիտեմ, որ իմ հետ ծապ կտամ բազմաթիվ ձեռքեր, ես վստահ եմ նույնիսկ, որ իմ հետ ծապ կտամ բազմաթիվ ձեռքեր, որովհետև բոլորն էլ ցանկանում են ապրեն ազատ, բոլոր երիտասարդ տղաներ, Գորիսում բոլոր երիտասարդները թողել գնացել են Ռուսաստանի Դաշնություն, ծերացող քաղաք է դարձել, ինչի համար, որովհետև գիտեն չեն կարող մի գործ դնել, որովհետև կամ գլխին պետք է խփեն, իսկ այն հզոր մարդիկ, որ չեն կարող բնակալեզությամբ չեն զբաղվում, շոպլիկություն կոպիտ ասած չեն անում, չեն ուզում բիզնես դնել, որպեսզի մեկը ինչ-որ կերպով պետք է իրան կապ ունենան։ Իսկ ճիշտ է, որ Վահե Հակոբյանի ներկայիս մարզպետի եւ Սուրիկ Խաչատրյանի միջև հարաբերությունները լարված են եւ օլիգարխները երես են թեքել Սուրիկ Խաչատրյանից։ Ես ինտերնետում կարդացի այդ նորությունները, ճիշտ ասած ես չեմ կարող ինչ-որ մեկնաբանություններ տամ, դա երևի ճիշտ կլինի հենց հարցնել Վահե Հակոբյանից կամ հարցնել Սուրիկ Խաչատրյանից, իմ կարծիքով ես չեմ կարող այդ տարբեր նորություններ կան, ես չեմ կարող, ամենաճիշտը հավաստի տեղեկությունը տվյալ մարդկանցից իմանալն է, ասեկոսներին չեմ հավատում, մինչև մարդու հետ ես չեմ խոսում, չեմ կարող ասել տվյալ մարդը ինչ ա մտածում կամ ինչ դեպք ա եղել, ու սուտ տեղեկություն չեմ կարող ես ձեզ տալ։ Իսկ այս դեպքի հետ կապված Բուդաղյանների դեպքի հետ կապված ինչ է ձեզ հայտնի։ Բուդաղյանների դեպքի հետ կապված ես կարող եմ ասեմ, որ մասսայական սուկ էր Գորիսում բոլորը սգում էին այդ ժամանակ, չկար մեկը, որ ասեր բա գիտես դե ճիշտ ա եղել, սենց ա եղել, նենց ա եղել, բոլորը սգում էին, սգի հետ մեկտեղ վախը կար։ Այս դեպքի հետ կապված կարող եմ ասել, որ Բուդաղյանները հիմա սգի մեջ են, ես չեմ կարող իրանց կողմից ինչ-որ բան ասեմ, Բուդաղյանները ասում են իրենց որդու մահը, բայց ամբողջ Գորիսն է սգում Բուդաղյան Ավոյի մահը, որտեղ Բուդաղյան Ավոն բարերար է, Բուդաղյան Ավոն ոչ միայն բարերար է, ոչ միայն ես Ավոյի չեմ ասում ջատագովն եմ, բայց ամենայն դեպս իմ մարդկային խիղճը թույլ չի տալիս, որ չեն սպանել հասարակ մի մարդու, սպանել են մեծ մարդու, մարդ, որ ցանկանում էր Գորիսը լիներ ազատ, հենց նպատակը էր, որ Գորիսից վախի մթնոլորտը վերանար։ Ես մտածում եմ, որ Ավոն զոհվեց պատերազմում, թուրքի գնդակից մահացավ Ավոն, ու մտածում եմ, որ Ավոն գրավեց Գորիս քաղաքը, դարպասի մոտ կանգնած հասարակությունը ու Գորիսեցին վախենում է մտնել իր քաղաքը։ Իսկ ինչ է եղել պատճառը, տարբեր վարկածներ կան, ասում են, որ ամեն դեպքում ինչն էր պատճառը, որ պետք է Արտակ Բուդաղյանը իր եղբոր հետ գար այդ բակ։ Ձեզ ծանոթ է որևէ ինչն էր եղել այդ չեմ կարող այս դեպքի մասին տեղեկություն ասեմ, որովհետև տեղ եղել են Բուդաղյան Ավոն, եղել են Սուրիկ Խաչատրյանը, ես չեմ կարող ասել իրենց մեջ ինչ խոսակցություններ են եղել։ Որտեղ է եղել։ Խնդրում եմ այդ հարցերը Բուդաղյանների այդ կոնֆլիկտի հետ կապված կարող եմ ասել այդ դեպքի հետագայում ինչ մասսայականություն ա եղել ժողովրդի մեջ, դա կարող եմ ես ասել, բայց թե ինչ կոնֆլիկտներ են եղել ես չեմ ուզում բացահայտեմ կամ իմ իմացած ինֆորմացիան տրամադրեմ։ Բայց ամեն դեպքում Բուդաղյանների, Խաչատրյանների միջև նախկինում լսել եք երբևէ, որ եղել է հակասություն, իրենք իրար հետ չեն շփվել։ Ես քիչ առաջ իրենց տան աշխատողի հետ խոսեցի, Խաչատրյանից, ինքը ասում է 8 տարվա աշխատող է, բայց Բուդաղյանի մասին վերջերս է իմացել, որ նման մարդ գոյություն ունի, ապրում է Գորիսում։ Դա ձեզ համար դա հավանական է թվում, ինչ հարաբերությունների մեջ են եղել իրենք։ Երևի թե եթե մարզպետի աշխատողներն ասել են, չգիտեմ, որ Բուդաղյան անունով մարդ կա Գորիսում, ուրեմն երևի մազմազակից ինչ-որ մեկին բռնել բերել են իրենց տան մոտ աշխատել, կամ երևի մի 20-30 տարի է այդ կինը կամ տղամարդը տնից դուրս չի եկել, հենց իշխանության տակ է գտնվել ու գլուխ չի բացացել, չի իմացել, թե դրսում ինչ է կատարվում։ Ես ուղղակի խղճում եմ այդ աշխատողին, ուղղակի որ չի ճանաչում։ Իսկ իրա որդու Տիգրան դուրս գա, իմանա, ճանաչի, գոնե ես ուղղակի խղճում եմ այդ մարդուն, որին ցավակցություններս եմ հայտնում իրան։ Ես տեղեկություններ ունեմ, որ փորձաքննությամբ ապացուցվել է, որ այդ Սուրիկ Խաչատրյանի որդու արյան մեջ եղել է թմրանյութ։ Ինքը ընդհանրապես տենց համբավ ուներ, որ թմրանյութեր էր օգտագործում, կարող էր
Իհարկե կան։ Գորիսում բոլորն էլ գիտեն։ Գորիսում ամենամեծ հենց կլանը հենց իրանք են, թմրանյութերի, նույնիսկ մարդիկ էին պահում, որ տարբեր տեղաճեցնեին, իրավապահ մարմինները դրանով թող զբաղվեն, իրանք անգիրեր գիտեն, ով որտեղ ինչ պարագայում, ինչ գիշերային ակումբներում, ինչ խրախճանքներ, ինչպիսի այդ աղջիկների են տանում, բոլորն էլ անգիր գիտեն։ Իրավապահ մարմինների հսկողության տակ կատարվում են բռնաբարությունները։ Կարող եք իրավապահ մարմիններին հարց տալ, եթե նրանք ժխտեն, այդ դեպքում ես կարող եմ ասել, որ իրենք տեղյակ են եղել, թե այդ ավտովթարներից, թե թմրանյութերի ամեն գործից, ուղղակի այդ ժամանակ կար ցարը, որը վախենում են, կար վախեազություն։ Գորիսում թե իրավապահ մարմինն էր մարզպետը, թե կրթությունն էր մարզպետը, ամեն ինչը մարզպետն էր, ամեն գործի սկիզբ, ամեն գործի վերջ Գորիսում Սուրեն Խաչատրյան, բոլորի շուրթերից այդ անունն էր լսվում։ Կեսը բնակալեզությամբ էր զբաղվում, պարոներ դիմում, 4 պարոն դնում էր ու նոր էր արտահայտվում, բայց բոլորը կեղծ էր, բոլորը սուտ էր։ Իսկ իրատիկների մասին ինչ, Լորետա Բարսեղյանի մասին ինչ կարող եք ասել։ Ասում են, որ ինքը անգամ օգնություն չի ցուցաբերել Ավետիք Բուդաղյանին Տեսանյութը կա, ինտերնետում կա, որ մի քանի րոպե Ավո Բուդաղյանը գետնին ընկած ու ոչ մեկ չէր մոտիկանում ու դա ես ասում եմ Թուրքի գնդակից է մահացել, Թուրքի գնդակից ու գրավել է Գորիս քաղաքը, մնում է մեկ դարպասի մոտ կանգնած հասարակությունը մտնի ու խաղաղ ապրի։ Ավոն իր արյունով այդ բոլոր վախի մթնոլորտը արդեն իր նպատակին իր արյունով հասավ։ Իր միակ նպատակն էր, որ Գորիսում լիներ ազատ քաղաքացի, Գորիսեցին ապրի ազատ։ Ու դա կա, ու դա բոլորը գիտեն։ Քաղաքապետի ընտրության ժամանակ էլ հենց դա եղել է իր խոսքը, անընդհատ դա էր կրկնում, որ Գորիսեցին պետք է ապրի ազատ։ Հիմա Գորիսեցին ապրում է ազատ կիսաանկախ վիճակում։ Տիրապաշտական տիրապետության տակ էր գտնվում Գորիսեցին։ Հիմա ես ուզում եմ ասեմ, որ Գորիսեցին, ես ուզում եմ բոլոր գորիսեցիները իմանան, որ կարող են ազատ արտահայտվել։ Լենինը չի գալու, Լենինը դամբարանից դուրս չի գալու։ Ամեն դեպքում հետաքրքիր է, քավոր սանիկ հարաբերություններ են իրենց մոտ եղել, բայց նման վեճ եղել, իրենց միջև լարվածություն եղել է նախկինում, լսել եք նման բան։ Քավոր սանիկ հարաբերություն եղել է, մոտիկ եղել են, քաղաքապետի ընտրությունների ժամանակ դրանք սկսվել, բայց ես չեմ կարող մանրամասնել այդ դեպքերը, ամենայն դեպս ես մենակ այն գիտեմ, որ Բուդաղյան Ավետիքը քաղաքապետի ընտրության ժամանակ անցել էր, ու դա ժողովուրդն էլ գիտեր։ Անցել էր քաղաքապետ։ Դուք մեկ էլ ասացիք, որ հալածանքների են ենթարկել ձեզ երկար ժամանակ, այդ դեպքերից հետո չեք մանրամասնի ինչ հալածանքների մասին է խոսքը, ինչ են ձեզ արել։ Հենց մեկը ես բացատրեցի, որ հայրս 6 ամիս չի եղել, մյուս դեպքի ժամանակ մի տարի Գորիսում չի եղել ու անընդհատ տենց փախուստներ, ոչ թե փախուստ գիտեր, չէր ուզում մահանալ հայրս, որովհետև հայրս մեր տան միակ տղամարդն է, հայրս պահում էր նաև մեզ, չէր ուզում մահանալ, որովհետև գիտեր, իր մահից հետո վնաս է հասնելու մեզ ու շակալի ձեռքից արժեր փախած, հետո նոր քոքայլերն առաջ։ Արժե, ինչքան էլ մարդ դուխով լինի համենայն դեպս, կարելի եթե այդ ժամանակ հարձակվում են քեզ վրա, բեսպրիձել վիճակա Գորիսում կտնում, բեսպրիձելից փախի ու հետո նոր քո գործը արա, տեղ ամոթ բան չկա բեսպրիձելից փախնելը։ Իսկ որտեղ է ձեր հայրը հիմա։ Չլսեցի ձեր հայրը։ Ձեր հայրը հիմա որտեղ է, Գորիսում է։ Գորիսում է գտնվում։ Ինչով է զբաղվում, չեք կարող ասել, ունի աշխատանք, թե Չէ, չի աշխատում։ Հայրս ի սկզբանե չի աշխատել է իր համար մենակ։ Աշխատում է իր համար։ Լավ, շնորհակալություն։ Ձեր ազգանունն էլ կասեք։ Գալստյան։ Լավ, շնորհակալություն ունեք որևէ բան ավելացնելու։ Չէ, շնորհակալություն նաև ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ, տեսություն։